Բարև ձեզ Armen Press-ի հարգելի հետևորդներ։ Ինչպես գիտեք, Եվրամիությունը պաշտոնապես Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, ինչը այն ենթադրում Հայաստանն ինչ անելիքներ ունի եւ Հայաստանի քաղաքացիները երբ կկարողանան առանց վիզայի մուտք գործել եվրոպական երկրներ։ Թեմայի վերաբերյալ կզրուցենք ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանի հետ։ Պարոն Ղազարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, Հայաստանին փոխանցված գործողությունների ծրագիրը ենթադրում է մի շարք միջոցառումների, բարեփոխումների իրականացում։ Կխնդրեմ առանձնացնել ամենակարևոր ուղղությունները։ Գիտենք, որ կենսաչափական անձնագրերի ներդրումը Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման երկխոսության կարևորագույն բաղադրիչներից է։ Այլ ինչ հիմնական անելիքներ ունի Հայաստանը, ինչ պարտավորություններ է ստանձնում։ Շնորհակալություն հրավերի եւ հարցի համար։ Անդրադառնամ փաստաթղթի ընդհանուր բովանդակությանը, հետո կկենտրոնանանք թերևս այն հարցերի վրա, որոնք առավել մեծ աշխատանք են պահանջում հայկական կողմից։ Փաստաթուղթը բաղկացած է 4 հիմնական խումբ հարցերից։ Առաջինը հենց ձեր նշած փաստաթղթերի անվտանգությունն է, կենսաչափական փաստաթղթերի անվտանգությունը եւ տվյալների անվտանգությունը։ Միայն չենք սահմանափակվում զուտ փաստաթղթի անվտանգությամբ, այլև ընդհանուր առմամբ տվյալների պաշտպանության ամբողջական համակարգին պետք է անդրադարձ կատարենք։ Երկրորդ խումբ հարցերը ներառում են միգրացիոն կառավարմանն առնչվող խնդիրներ, սահմանային կառավարմանն առնչվող խնդիրներ եւ ուրեմն ապաստանի համակարգին առնչվող խնդիրներ։ Երրորդ խումբ հարցերը առնչվում են հանրային անվտանգությանը, հանցավորության դեմ պայքարին, մասնավորապես առավել դետալային անդրադարձ կա կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, տրաֆիկինգին, անօրինական միգրացիայի կազմակերպմանը, փողերի լվացմանը եւ մի շարք այսպիսի հարցեր։ Երրորդ խումբ հարցերը հիմնականում առնչվում են հիմնարար ազատություններին, հակախտրականությանը, խտրականության բոլոր ձևերի բացառման տրամաբանությամբ, ինչպես նաև օրինակ Հայաստանի ներսում տեղաշարժի ազատությանը, որը մեծ հաշվով մեզ համար, այսպես կամ եք ասել, լուծված խնդիր է։ Եվ այսպես շարունակ, սրանք հիմնական ուղղություններն են։ Աշխատանքային տեսանկյունից փաստաթուղթը յուրաքանչյուր բլոկի մասով բաժանված է երկու խումբ, հայերեն թարգմանել են հենանիշներ, դա benchmark բառն է, ուղենիշ, հենանիշ կարող ենք օգտագործել տարբեր տերմիններ, սակայն բովանդակությունը այսպիսինն է։ Առաջին խումբ հենանիշները տվյալ բլոկին առնչվող օրենսդրական եւ քաղաքականության փաստաթղթերին են առնչվում, այսինքն արդյոք առկա է օրենսդրական բազան, օրինակ կենսաչափական անձնագրերի տրամադրման մասով, արդյոք առկա է միգրացիայի ոլորտի ռազմավարություն, երբ որ խոսում ենք հանրային անվտանգության մասին, արդյոք առկա է հանցավորության դեմ պայքարի ռազմավարություն կամ համալիր մոտեցում եւ այսպես շարունակ։ Երկրորդ խումբ հարցերը առնչվում են արդեն այդ փաստաթղթերի եւ այդ օրենսդրության պրակտիկ կիրառությանը։ Արդյոք պետությունը ունի համապատասխան ինստիտուտներ, որպեսզի տվյալ խումբ հարցերը պրակտիկ կիրառության մեջ դնի եւ արդյոք այդ ինստիտուտները ունեն բավարար կարողունակություններ, ֆինանսավորում, բավարար կրթության մակարդակ, բավարար ուղղորդիչ ուրեմն կանոններ իրենց համար, որպեսզի կարողանան իմպլեմենտացնել վերնշված ուրեմն քաղաքականության ուղղությունները կամ օրենսդրությունը։ Եթե անդրադառնանք առավել մեծ ջանքեր պահանջող հարցերին, այո, շատ էական եւ շատ կարեւոր ուրեմն ծրագիր է այս մասով կենսաչափական համակարգի ներդրումը, այս մասով ունենք բավականին լավ առաջընթաց, գիտեք, որ ուրեմն բավականին երկարատև եւ բարդ պետություն մասնավոր գործընկերության մրցույթի արդյունքում մենք ունենք գործընկեր ֆրանսիական կազմակերպություն, որի հետ արդեն հաստատել ենք նույնականացման քարտերի դիզայնի վերջնական տարբերակը եւ առաջիկայում ուրեմն մեծականակ հումքի տպագրությունն է մեկնարկել եւ առաջիկայում ուրեմն կներդնենք ամբողջական նույնականացման քարտերի եւ կենսաչափական անձնագրերի համակարգը, բայց ես կցանկանայի մի շեշտադրում անել այստեղ, կենսաչափական համակարգի ներդրումը ինքը պարզ թղթի տպագրություն չի, որովհետեւ մենք շատ հաճախ ենք լսում այնպիսի արտահայտություններ, ինչպես օրինակ դեմի թուղթ չենք կարող արդյոք տպել, դեմի պլաստիկի կտոր է ID-ի մասին արդյոք չենք կարողանում արտադրել, բայց դա ընդհանրապես մի պլաստիկի կտորի եւ մի կտոր թղթի մասին չէ, այլ ամբողջական ենթակառուցվածքի, անձի ինքնության եւ տվյալների կառավարման ամբողջական ենթակառուցվածքի
եւ անձի նույնացման մասին է, սա շատ էական է եւ պետությունը պետք է ունենա տվյալների պաշտպանության եւ անձի ինքնության պաշտպանության ամբողջական ենթակառուցվածք։ Հիմա մենք ինչ ներդնում ենք, մենք ներդնում ենք ոչ թե պարզապես թղթի տպագրություն, ոչ թե պարզապես պլաստիկի տպագրություն, այլ ներդնում ենք հենց այդ ամբողջ անձի ինքնության կառավարման ենթակառուցվածքը։ Եվ երկրորդ շատ այսպես էլի աշխատատար եւ կարեւոր ուղղությունը նաեւ սահմանների համալիր կառավարման հարցն է, սահմանների համալիր կառավարման ռազմավարությունը, որը ժամանակին ընդունված է եղել, բայց ուրեմն ներկայումս այն պետք է վերանայվի եւ այստեղ սերտ համագործակցում ենք ազգային անվտանգության ծառայության գործընկերների, սահմանապահ զորքերի գործընկերների հետ, որովհետեւ սա շատ կարեւոր ուղղություն է Հայաստանի համար եւ սահմանների համալիր կառավարումն էլ համալիր բառը արդեն իսկ վկայում է, որ մենք այստեղ կրկին գործ ունենք ոչ միայն զուտ սահմանահատման փաստի հետ, այլ ընդհանուր ինչպես սահմանային անցման կետերի կառավարման համակարգի եւ սահմանում գործող տարբեր գերատեսչությունների գործառույթների, որտեղ սահմանին գործում է ոչ միայն սահմանապահ ծառայությունը, այլ օրինակ մաքսային ծառայությունը, ինչպիսի գործընկերություն ունեն, ինչպես են համագործակցում սահմանային կառավարման ոլորտում արդյոք կան համապատասխան ընթացակարգեր, դրանց արդյունքում արդյոք կան համապատասխան վերապատրաստումներ, այս ամբողջը մի մեծ եւ կարեւոր անելիք է, որ մենք պետք է թարմացնենք մեր սահմանային կառավարման համալիր, այսպես ռազմավարությունը։ Հաջորդ ուղղությունը միգրացիայի կառավարման ռազմավարությունը, այս ուղղությամբ մենք առաջիկայում մինչև տարեվերջ կունենանք արդեն կոնցեպտը, այն բազային հիմքային փաստաթուղթը, որի վրա առաջիկա տարվա ընթացքում, առաջիկա ամիսներին ըստ էության կմշակվի միգրացիայի կառավարման ռազմավարություն։ Միգրացիայի կառավարման ռազմավարության առանձնահատկությունն էլ այս պարագայում այն է լինելու, որ մենք առաջին անգամ բովանդակային անդրադարձ ենք կատարելու քաղաքացիության ինստիտուտին, որովհետև Հայաստանը ունեցել է միգրացիայի կառավարման ռազմավարություններ եւ հայեցակարգեր, սակայն քաղաքացիության ինստիտուտին բովանդակային անդրադարձ չի կատարվել, իսկ դա մեզ համար շատ կարևոր է, այդ թվում հենց վիզաների ազատականացման համատեքստում, եթե նայեք գործողությունների ծրագրի տեքստը, այնտեղ ուղիղ նշված է, որ Հայաստանը պետք է անդրադարձ կատարի քաղաքացիության ինստիտուտին, նաև քաղաքացիության ինստիտուտի միջոցով գեներացվող միգրացիոն ռիսկերի կառավարմանը։ Հարցեր ինչպիսիք են օրինակ քաղաքացիության դիմելուց առաջ ռեզիդենտության սահմանաչափը, լեզվի իմացության եւ մի շարք այսպիսի հարցեր, որոնց պետք է անդրադարձ կատարենք։ Հանրային անվտանգության բլոկում էլ կարող եմ նշել հանցավորության դեմ պայքարի ռազմավարությունը, որի շուրջ ներքին գործերի նախարարությունը մեծ ջանքեր է գործադրում եւ առաջիկայում կունենանք նաեւ հանցավորության դեմ պայքարի ռազմավարության նախագիծը, որը կներկայացվի ուրեմն այլ գերատեսչությունների մեր գործընկերներին եւ հանրությանը քննարկման համար։ Մենք այս ոլորտում ունենք մի քանի տարբեր ռազմավարություններ, օրինակ արկա է ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը, օրինակ արկա է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը, սակայն հանցավորության դեմ պայքարի ռազմավարությունը ավելի համալիր ընդհանրական հայացք է նետելու հանցավորությանը որպես ֆենոմենին եւ դրա առաջացման պատճառներին ու պայմաններին անդրադարձ կատարելով ոչ միայն հետևանքների վերացմանը, ինչպես հենց բուն հանցավորության դեմ պայքարն է, այլ նաեւ դրա ծնող պայմաններին ու պատճառներին եւ այստեղ փորձելով թիրախավորել պատճառը, որպեսզի հետագայում չպայքարենք զուտ հետևանքի դեմ։ 4-րդ բլոկով էլ կարող եմ նշել իհարկե հակախտրականության օրենսդրությունը, որը թերևս այդ բլոկի ամենա այսպես ծավալուն գործն է, որ պետք է արվի։ Այստեղ աշխատում են արդարադատության նախարարության մեր գործընկերները եւ արդեն նախագիծը ուրեմն խտրականության դեմ պայքարի օրենսդրության նախագիծը ներկայացրել են վարչապետի աշխատակազմը, ըստ այդմ առաջիկայում այսպես բուրըն քննարկումներն ակնկալվում նաեւ այս ուղղությամբ։ Պարոն Ղազարյան, քանի որ խոսեցիք կենսաչափական համակարգի ներդրման մասին, ժամկետ էր նշվել 2026 թվականի երկրորդ կիսամյակը, այսինքն մյուս տարվա երկրորդ կիսամյակից քաղաքացիները կկարողանան կենսաչափական անձնագրեր ստանալ։ Նաև վերջերս նախարարի հետ Չեխիայում եք նույնականացման քարտերի դիզայնը հաստատվեց, դրանք միայն արտաքնապես են տարբերվելու ներկայիս նույնականացման քարտերից, թե անվտանգային այլ բաղադրիչներ եւս ներառելու են։ Ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելեց Չեխիա եւ
նախարարը այնտեղ հաստատեց նույնականացման քարտերի, նոր նույնականացման քարտերի դիզայնը, արտաքին տեսքը, բայց կարող եմ ասել, որ բովանդակային առումով էլ շատ ավելի տարբեր են, քան այն նույնականացման քարտերը, ինչ որ մենք ունենք անվտանգային բաղադրիչները, մի քանի մակարդակ առավել խիստ են, կարող եմ ասել, փաստաթուղթը ամբողջությամբ համապատասխանում է EIDAS ստանդարտին, դա եվրոպական ստանդարտն է նույնականացման քարտերի հետ կապված, եւ նախորդ մեր փաստաթղթերի մասին մենք այսպես գործող մեր փաստաթղթերի մասին մենք այդպիսի բան չենք կարող ասել, վերցվել են ամենաբարձր միջազգային եւ եվրոպական ստանդարտները, որովհետեւ մենք ունենանք անձի ինքնությունը հավաստող այնպիսի փաստաթուղթ, որի կիրառման միջոցով հնարավորություն ունենա անձը թվային միջավայրում նույնանալ եւ թվային միջավայրում օգտվել բոլոր այն հանրային ծառայություններից եւ ոչ միայն հանրային ծառայություններից, մասնավոր ծառայություններից, որոնք կառաջարկվեն on-line տիրույթում։ Տեսեք հիմա, եթե ուշադրություն դարձնեք, մասնավոր գործընկերները, լինեն բանկեր, լինեն այլ կազմակերպություններ, ուղղակի բանկերում դա առավել լայն է կիրառվում, որտեղ on-line բանկինգը այսպես բավականին մեծ տեմպերով զարգանում է, իրենք շատ հաճախ օգտագործում են սեփական նույնականացման համակարգերը։ Եվ չկա մի ընդհանրական նույնականացման համակարգ, որ անձը մուտք գործի on-line տիրույթ, ասի ես եմ եւ դրանից հետո կարողանա օգտվել այս կամ այն ծառայությունից։ Հիմա մեր on-line նույնականացման պորտալը պետական եւս կոչվում է ես եմ։ Հենց այդ տրամաբանությամբ, որ անձը on-line տիրույթում հավաստում է իր ինքնությունը, բայց այդ հավաստման համար անհրաժեշտ է, այսպես ասած, պետական վալիդացիա։ Պետական կնիք on-line տիրույթում, եթե ցանկանաք, այսպես փորձենք ձևակերպել։ Դա կարող ենք արդեն մենք իրականացնել նոր նույնականացման համակարգի միջոցով, նույնականացման քարտերի միջոցով։ Բացի այդ մի դիտարկում էլ անեմ ընդհանուր առմամբ կենսաչափական նոր համակարգի ներդրման մասին, մասնավոր գործընկերոջ հետ պայմանագրի կնքումից ի վեր մենք ձևավորեցինք 6 աշխատանքային խմբեր, տարբեր ուղղություններով, սկսած շինարարությունից, մինչև հենց դիզայն, որի մասին խոսում ենք, on-line համակարգեր, որը շատ կարևոր է, ինչպիսի on-line համակարգերից է օգտվելու մեր քաղաքացին ապագան, որպեսզի օրինակ դիմի նույնականացման քարտ ստանալու համար, դիմի անձնագիր ստանալու համար, դու գիտեք, որ ըստ էության այս պահին on-line-ը այդ ամենի մեջ միայն հերթագրման համակարգն է, որ ներդրել ենք ներքին գործերի նախարարության մի շարք ծառայություններում, բայց մենք պետք է այնպիսի հնարավորություններ ստեղծենք, որ անձը տանից իր համակարգչի դիմացից կարողանա դիմում ներկայացնել, եթե անցել է բազային նույնականացման հիմնական ուրեմն քայլերը, հա։ Այս բոլոր ուղղություններով, 6 ուղղություններով, ես մի քանիսը նշեցի, բայց 6 ուղղություններով աշխատանքը բուրըն ընթանում է։ Եվ սա զուտ այն մասին է, ինչու նշեցի օրինակ շինարարությունը, որ մենք նոր ստանդարտներով քաղաքացիակենտրոն մոտեցմամբ, այսինքն ստեղծենք այնպիսի ֆիզիկական ենթակառուցվածքներ, որոնք կոմֆորտ կլինեն քաղաքացու համար։ Նաև արդիականացնում ենք հենց ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության կենտրոնական գրասենյակը, որտեղ մենք ունենալու ենք ժամանակակից Tier 3 ստանդարտով ուրեմն կահավորված տվյալների կենտրոն։ Իսկ այսօր ինքնության կառավարման համակարգը ոչ այլ ինչ է, եթե տվյալների հետ աշխատանքի մի ահռելի ենթակառուցվածք, հա։ Դրա համար ես անընդհատ փորձում եմ շեշտադրել այն հանգամանքը, որ խոսում ենք ոչ թե պարզ փաստաթղթի մասին, այլ մի ամբողջ ենթակառուցվածքի ներդրման։ Սրան զուգահեռ ընթանում է նաև բնակչության պետական ռեգիստրի նոր համակարգի ներդրումը, այս մասին նոր օրենսդրությունը բնակչության պետական ռեգիստրի խորհրդարանը հաստատել է դեռևս նախորդ նստաշրջանում, հաջորդ տարվա վերջ այդ օրենսդրությունը կմտնի ուժի մեջ, ինչու այսպիսի ժամանակային ընթացք պետք է անցներ, որպեսզի ամբողջ ենթաօրենսդրական բազան պատրաստվեր եւ տեխնիկական ամբողջական բազան պատրաստվի, մենք խոսում ենք բնակչության տվյալների կառավարման ամբողջությամբ նոր մոտեցման մասին, երբ որ անձը իր մասին տվյալը կարող է նույնացման միջոցով ստանալ on-line տիրույթում, ինքը հասանելիություն ունենա իր տվյալներին բնակչության պետական ռեգիստրում եւ դրանով օրինակ կասեք մեծ բառեր եք ասում, իսկ դա ինչ է նշանակում մարդու համար կենցաղում, դա նշանակում է օրինակ այդ երբեմն անիմաստ
իմաստ տեղեկանքների պտույտը եւ շրջապտույտը տարբեր գերատեսչությունների մեջ է, երբ որ մարդուն օգտագործում ենք կարծես փոստատար լինի իր սեփական տվյալների մասով։ Այս երևույթը պետք է բացառվի եւ այդ երևույթը կբացառվի այս երկու կարևորագույն ռեֆորմների իմպլեմենտացմամբ կենսաչափական համակարգի ներդրմամբ եւ բնակչության պետական ռեգիստրի նոր համակարգի ներդրմամբ։ Իսկ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետի հետ կապված ինչ կասեք, փոփոխություն կա։ Ի սկզբանե եւս նշել էինք, որ դա լինելու է 2026 թվականի երկրորդ կեսին եւ լինելու է 2026 թվականի երկրորդ կեսին, ամենայն հավանականությամբ ամռանը արդեն պատրաստվել լինեն եւ կսկսեն տրամադրվել քաղաքացիներին։ Հիմա կոնկրետ օր չնշեմ, բայց ամենայն հավանականությամբ 2026 թվականի ամռանը, ասում եմ այդ իմաստով արդեն շատ առաջ ենք գնացել, առաջիկա ամիսներին նաեւ կհաստատվի անձնագրի դիզայնը, որից հետո կշարժվենք առաջ։ Վերադառնալով գործողությունների ծրագրի փաստաթղթին, այս առումով Եվրամիության եւ Հայաստանի նպատակները, անելիքները ամբողջությամբ համապատասխանում են, Հայաստանը, այսպես ասած, ոչ մի առարկություն չունի որևէ դրույթի հետ կապված, ընդունելի են բոլորը։ Այս հարցի առնչությամբ ես կարող եմ տալ երկու պատասխան, կարճ եւ մի փոքր ավելի ընդլայնված։ Ձեր հարցի կարճ պատասխանն է այո, լիովին համապատասխանում են, բայց փորձենք ավելի բովանդակային նայել խնդրին։ Եվրամիության գործընկերները մինչև այս փաստաթուղթը Հայաստանին պաշտոնապես ներկայացնելը կազմակերպեցին երկու, այսպես ասած, գնահատման առաքելություններ, կազմակերպեցին մեզ հետ սերտ համագործակցությամբ եւ առաջի առաքելությունը անդրադարձ կատարեց առաջի երկու բլոկներին, փաստաթղթերին, միգրացիայի սահմանների կառավարման ապաստանին, երկրորդ առաքելությունը երրորդ եւ չորրորդ բլոկին հանցավորության դեմ պայքար, ուրեմն հանրային անվտանգություն եւ հիմնարար ազատություններ, այսինքն մենք մինչև այս փաստաթղթի արտադրությունը, այսպես ասած, Եվրամիության կողմից սերտորեն համագործակցել ենք եւ բազում կետերի շուրջ ներկայացրել ենք մեր դիտարկումները։ Այսինքն բանակցված փաստաթուղթ։ Չի կարող անվանել դա բանակցություն, որովհետեւ պաշտոնապես դա բանակցություն չէր այդ փուլում, դա փորձագիտական խորհրդակցություններ էին, եթե այդ զրույցները անվանենք բանակցություն, կարող ենք նաեւ բանակցություն անվանել, բայց փորձագիտական շատ խորքային աշխատանք է կատարվել եւ Եվրամիության փորձագետները լսել են մեր կողմի դիտարկումները։ Բանակցության մասով կարող եմ նշել այն մեծ աշխատանքը, որ իրականացվել է մինչև գործողությունների ծրագրի մեկնարկը եւ այնուհետեւ մի քանի այսպես ռաունդ բանակցություններ, որ մեր կողմից ղեկավարել է ներքին գործերի նախարարը, ով այս թեմայով Հայաստանի գլխավոր բանակցողն է եւ Եվրամիության կողմից ներքին գործերի եւ միգրացիայի գլխավոր տնօրինության փոխտնօրեն պարոն Լուխները, որն էլ Եվրամիության կողմից հիմնական բանակցողն է այս թեմայի առնչությամբ, բայց մի շեշտադրում անեմ։ Մենք այս բարեփոխումները, որոնք նշված են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում, պետք է իրականացնենք անկախ այն հանգամանքից կլիներ գործողությունների ծրագիրը կամ կլիներ վիզաների ազատականացումը, թե ոչ։ Կառավարության մեջ այս թեմաները քննարկվել են տարիներ շարունակ եւ այս ուղղությունները քննարկվել են տարիներ շարունակ, որովհետեւ սա պարզապես Եվրամիության պահանջը կամ չգիտեմ խնդրանքը կամ դիմումը չէ, սա մեր ցանկությունն է իրականացնել այս բարեփոխումները, ինչու, որովհետեւ ժամանակակից մարտահրավերների պայմաններում արդիականության մեջ այն միգրացիոն շարժերը, որ մենք տեսնում ենք, այն ինքնության կառավարման հետ կապված խնդիրները, որ մենք տեսնում ենք, հանրային անվտանգությանն առնչվող խնդիրները, որ մենք տեսնում ենք, մենք արդեն իսկ ուրվագծել էինք դրանց լուծման ուղղությունները կամ առնվազն դրանց առնչությամբ մեր ռազմավարական մոտեցումները։ Եվրամիությունը կարծես հավաքագրած լինի այդ ամեն ինչը մեկ փաստաթղթում եւ մի քանի հավելյալ դրույթներ առաջադրած լինի, որոնք քննարկվել են հայկական կողմի հետ եւ ուրեմն այսպես կոնսենսուսային որոշակի լուծումներով զետեղվել են գործողությունների ծրագրում։ Կարող եմ ասել, որ գործողությունների ծրագիրը մեր ռազմավարական մոտեցումների ամբողջացումն ու ճանապարհային քարտեզը կարծես լինի, թե փաստաթղթերի անվտանգության, թե միգրացիայի կառավարման, թե մնացած այլ ոլորտներում։ Պարոն Ղազարյան, իսկ նախնական գնահատականներ կան Հայաստանը երբ կկարողանա ավարտին հասցնել գործողությունների ծրագիրը, այսինքն ամբողջությամբ իրականացնել բոլոր դրույթները եւ դրան ինչ պիտի հետեւի։
Ես ժամկետայնություն չեմ նշի կոնկրետ տարիների, օրերի եւ ամիսների մասով, որովհետեւ դա ճիշտ էլ չի լինի։ Այս փաստաթուղթը, որովհետեւ մենք ամբողջությամբ արդիականացնենք մի շարք ոլորտներում, թե մեր օրենսդրությունը, թե մեր ենթակառուցվածքները, ուղղակի կարող եմ հավաստիացնել, որ կառավարությունը ամենայն ջանքներ դնում է այդ օրը հնարավորինս շուտ տեսնելու համար, նույնիսկ մինչև գործողությունների ծրագիրը ստանալը արդեն այդ խոսակցությունների ու քննարկումների ընթացքում մենք արդեն իսկ մեկնարկել ենք մի շարք ուղղություններով քայլեր, մենք սկսել ենք թվայնացումներ եւ տվյալների կառավարման համակարգերի բարելավում, քաղաքացիության ոլորտում, կացության կարգավիճակների տրամադրման եւ մի շարք այլ ոլորտներում հանրային անվտանգության մասով գիտեք ոստիկանությունում ընդհանրում են լայնածավալ բարեփոխումներ 4 հենասյունային ուղղություններն են ձևավորվել ոստիկանության բարեկային ծառայության արդիականացումը անցած տարի համայնքային եւ քրեական ոստիկանության ձևավորումը իսկ այս տարի արդեն նաեւ ոստիկանության գվարդիայի ուրեմն ձևավորումը սա իրավապահ համակարգի շատ կարեւոր էական բարեփոխում է որը օրինակ նշված է արդեն երրորդ բլոկում հանրային անվտանգության բլոկում եւ այս ինստիտուտների ձևավորումն է մասնավորապես քրեական ոստիկանության ձևավորումն է որ պետք է նպաստի այստեղ դրված մեր թիրախներին հասնելու համար ըստ այդմ օր չեմ նշի բայց կնշեմ որ ամենայն ջանք գործադրում ենք որ այդ օրը հնարավորինս շուտ լինի իսկ ինչ վերաբերվում է թե ինչով դա պետք է ավարտվի երկու դիտարկում անեմ թե ինչով դա պետք է ավարտվի առաջինը դա ավարտվելու է Եվրոպական միության խորհրդի որոշմամբ Այսինքն եթե զուտ իրավականորեն նայենք, դա Եվրոպական միության խորհրդի որոշում է Եվրամիության, այսպես ասած, վիզաների կոդի մեջ, որտեղ առանց վիզայի այցելության երկրների ցանկում ուղղակի զետեղվում է նաև Հայաստանի անունը։ Իսկ ինչպես ենք հասնում այդ որոշմանը, Այստեղ Եվրամիության փորձը եւ այն երկրների փորձը, ովքեր անցել են վիզաների ազատականացում, ցույց է տալիս, որ Եվրամիությունը մշտապես պահանջում է միաձայնություն, որովհետեւ եթե ֆորմալ առումով վերցնենք այդտեղ որոշումը կարող է կայացվել 2/3-ով, բայց չի եղել գեթ 1 դեպք երբ Եվրամիությունը վիզաների ազատականացում տրամադրի որևէ երկրի առանց միաձայնության Այսինքն միշտ Եվրամիության անդամ բոլոր պետությունները պետք է կողմ արտահայտված լինեն այդ որոշմանը, որպեսզի ուրեմն այդ որոշումը կայացվի, չեմ կարծում, թե այս դեպքը բացառություն է լինելու։ Այսինքն ավարտվելու է այդ որոշման այդ ֆորմատով կայացմամբ։ Այսինքն կա հավանականություն, որ Հայաստանը կարող է իրագործել բոլոր դրույթները, բայց որոշումը օրինակ չկայացվի։ Ես չեմ կարծում, որ բոլոր դրույթների իրականացման պարագայում եւ համապատասխան աշխատանքի կատարման պարագայում փաստարկների ներկայացմամբ մենք կարող ենք նման իրավիճակ ունենանք խիստ անհավանական եմ համարում նման սցենարը։ Իսկ ընթացքում Եվրամիության կողմից ստուգումներ լինելու են, օրինակ Հայաստանը պատշաճ կերպով է իրականացրել գործողությունները։ Քիչ ստուգումներ եզրութաբանությունը չի կիրառի, պատմական որոշակի հիշողություն կա ստուգումներ արտահայտության հետ, բայց այստեղ խոսքը գնում է գնահատման առաքելությունների մասին, այո, ես կարող եմ նշել, որ հենց դեկտեմբերի 2-րդ տասնօրյակում մենք հյուրընկալելու ենք Եվրամիության առաջին գնահատման առաքելությանը, որը ուսումնասիրելու է առաջին հենանիշի, առաջի բենչմարքի հետ կապված հարցերը, օրենսդրության եւ քաղաքականությունների հետ կապված։ Սկզբում կդիտարկենք հենց օրենսդրության եւ քաղաքականությունների հետ կապված հարցերը, այնուհետեւ որոշ ժամանակ անց նաև այդ պատվիրակության ուրեմն այդ փորձագիտական խմբի աշխատանքների արդյունքում կգեներացվի առաջընթացի զեկույցը եւ Եվրամիությունը պարբերաբար այդ գնահատման առաքելությունների միջոցով արտադրելու է այսպես ասած այդ առաջընթացի զեկույցները թե ինչ քայլեր է արել Հայաստանը հիմա մենք ունենալու ենք այս առաջին գնահատման առաքելությունը որը կստեղծի իր առաջընթացի զեկույցը այնուհետեւ պրակտիկ իմպլեմենտացման մասով կունենանք երկրորդ գնահատման առաքելությունները եւ այսպես շարունակ դրանք լինելու են պարբերական եւ դա է հիմնական մոնիտորինգային մեխանիզմը որի միջոցով մենք եւ Եվրամիությունը հետևելու ենք գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին
Պարոն Ղազարյան, վերջերս արտգործնախարարը նման գնահատական էր տվել, որ Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման գործընթացը բավականին արագ է տեղի ունենում, ավելի քան մի շարք այլ երկրների դեպքում։ Այլ երկրների փորձը ինչ է հուշում, գործընթացը սովորաբար մոտավոր քանի տարի է տևում, եւ երբ է թեկուզ տեսականորեն հնարավոր, որ Հայաստանի քաղաքացիները արդեն կկարողանան առանց վիզայի մուտք գործել։ Ձեր հարցը Թեև ժամկետներ դուք դժվարացաք նշել օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, սակայն այլ երկրների փորձի ինչ է հուշում։ Վերջից պատասխանեմ ձեր հարցին, ասում եք տեսականորեն երբ կարող են ճամփորդել, այստեղ տեսականի մասին խոսակցություն չկա, պրակտիկ այն ժամանակ, երբ որ այդ Եվրամիության խորհուրդը այդ որոշումը կկայացնի։ Հիմա վերադառնալով այլ երկրների փորձին եւ այն հանգամանքին, որ Հայաստանը արագ է շարժվում, իրականում դա այդպես է, մենք գործողությունների ծրագիրը ստացել ենք վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկից 1 տարի անց։ Սա բավականին արագ տեմպ է։ Օպերացիոնալ բանակցությունները ներքին գործերի նախարարի գլխավորությամբ մեկնարկել են 2024 թվականի աշնան վերջին եւ 2025 թվականի աշնան վերջին մենք արդեն ունենք այս փաստաթուղթը, որը շատ կարեւոր այսպես ուղենիշ է մեզ համար։ Այլ երկրների փորձը Եվրամիության հետ նման ճանապարհ անցել եւ ավարտել են 8 երկրներ, որոնցից 3-ը արևելյան գործընկերության երկրներն են՝ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, 5-ը արևմտյան Բալկանների երկրները։ Տարբեր երկրներ տարբեր ժամանակահատվածում են անցել, Վրաստանը 5 տարում, Մոլդովան 4 տարում, այսպես շարունակ տարբեր է։ Դրա համար չենք կարող ասել, որ այստեղ կա մեկ միասնական մոտեցում, կախված է տեմպից։ Հիմա մենք ամենայն ջան գործադրելու ենք, որպեսզի մեր տեմպերը լինեն բավականին արագ եւ ինչ վկայակոչեցիք արտգործնախարարի արտահայտությունը, այո, ճիշտ է, հենց զուտ այն process-ը, թե մենք մեկնարկի օրվանից մինչեւ գործողությունների ծրագրի ստացման օրը ինչքան ժամանակ է անցել, դա եւս արդեն ցույց է տալիս, թե մենք ինչքան ինտենսիվությամբ ենք աշխատում այս ուղղությամբ եւ որքան ենք նվիրված այն գործին, որ հաջողենք գործողությունների ծրագրի իմպլեմենտացիան եւ ընդհանուր առմամբ վիզաների ազատականացման երկխոսությունը։ Պարոն Ղազարյան, կխնդրեմ մեզ դիտողների, լսողների համար եւս մեկ անգամ պարզաբանել, թե ինչ է նշանակում առանց վիզայի մուտքի ռեժիմ։ Հայաստանի քաղաքացիները քանի օր եվրոպական երկրներում մնալու հնարավորություն կունենան, ինչ պարտականություններ ու ինչ իրավունքներ են ունենալու։ Վիզաների ազատականացումը Եվրամիության հետ նշանակում է մեկ տեսակի վիզայի պահանջի վերացում։ Դա Շենգեն C տեսակի վիզայի պահանջի վերացումն է, այսինքն անձը 1 տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում կարող է 90 օր առանց վիզայի մուտք գործել եւ մնալ Եվրոպական միության տարածքում, Շենգեն գոտու տարածքում։ Այստեղ կարևոր հանգամանք ցանկանայի շեշտադրել, սա չի նշանակում աշխատելու իրավունք։ Սա չի նշանակում որևէ հավելյալ իրավունք։ Ուղղակի ինչպես հիմա անձինք դիմում են վիզա են ստանում եւ էլի եթե տալիս են օրինակ Եվրոպական միության անդամ պետությունների հյուպատոսությունների եթե տալիս են օրինակ 1 տարվա C տեսակի Շենգեն վիզա տալիս են 90-180 այս կոմբինացիայով, այսինքն 365 օրվա մեջ յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր։ Ուղղակի նրանք ազատվելու են դեսպանություններ դիմելու, հավելյալ բյուրոկրատական ուրեմն քաշքշուկների մեջ ընկնելու այդ ուրեմն տհաճ պրակտիկայից եւ ունենալու են հնարավորություն առանց այդ վիզայի մուտք գործել եւ մնալ Եվրոպական միության տարածքում։ Որևէ այլ հավելյալ իրավունք ձեռք բերելու քան գտնվելն է եւ այդ ժամկետով գտնվելն է չկա այս խոսակցության մեջ, այսինքն աշխատելու իրավունք, չգիտեմ, շատերը նաեւ սա ինտերպրետացնում են ուրեմն անօրինական միգրացիայի համատեքստում նշելով, որ օրինակ կենցաղային լեզվով ասած մեր քաղաքացիները գնում եւ հանձնվում են, դա նշանակում է Եվրոպական միության տարածքում ապաստան հայցել, որը 96%-ով Հայաստանի քաղաքացիների պարագայում մերժվում է։
որովհետև դու պետք է ունենաս որոշակի հետապնդման հիմքեր, որպեսզի Եվրամիության տարածքում քեզ տան փախստականի կարգավիճակը։ Հետապնդման հիմքերը օբյեկտիվորեն Հայաստանում գոյություն չունեն, իսկ այն մնացած տոկոսի պարագայում, երբ որ դեպքերը չեն մերժում, դրանք հիմնականում լինում են առողջապահությամբ պայմանավորված խնդիրներ, եւ Եվրամիությունը գործողությունների ծրագրում այս հարցին եւս անդրադարձ է կատարել, որ մենք պետք է անդրադարձ կատարենք նաեւ մեր առողջապահական հիմքերով Աբաստան հայցելու այս պրակտիկայի վերացմանը եւ քաղաքացին եւս պետք է ընկալի, որ սա ոչ թե հնարավորություն է գնալ այնտեղ ճակերտավոր ասած հանձնվել, այլ սա հնարավորություն է օրինապահ կերպով X ժամկետով հնարավորություն ունենալ այցելել Եվրամիության տարածք։ Պարոն Ղազարյան, իսկ Եվրամիության այդ վիզաների ազատականացումից հետո գնահատվել են հնարավոր ռիսկերը, նկատի ունեմ միգրացիոն հոսքեր, անօրինական միգրացիա եւ Եվրամիության հետ այս առումով ինչ համագործակցություն ունենք։ Շատ կարևոր դիտարկում եք անում, այստեղ գնահատվել են ոչ միայն այդ ռիսկերը, այլև գնահատվել են այլ պրակտիկ այլ երկրների փորձը, որոնց մասին մի փոքր առաջ խոսեցինք։ Հիմա կոնկրետ օրինակ մեր հարևան Վրաստանի փորձառությունը դիտարկենք։ Մեր հարևան Վրաստանից Եվրոպական միությունում տարեկան Աբաստան էր հայցում մինչև վիզաների ազատականացումը մոտավորապես 15000 քաղաքացի։ Մենք երբեք չենք ունեցել նման ցուցանիշ, Հայաստանը երբեք նման ցուցանիշ չի ունեցել։ Այսպես մեր ամենավատ ցուցանիշը եղել է 2016 թվականին, մոտավորապես 8000-ի չափով էր եղել, բայց դրանից հետո շարունակաբար նվազել է մինչև կոവിഡ്ի տարին 2020 թվականը, երբ որ մենք ունեցել ենք մոտ 1200-ից մի փոքր ավել Աբաստանի հայցեր Եվրամիության տարածքում, հետո կոവിഡ്ի սահմանափակումները վերանալուց հետո այդ թիվը մի փոքր աճել է, բայց ներկայումս էլ 6000-ը չի էլ գերազանցում, 5000 մի փոքր ավել, այս թվերի մասին ենք խոսում։ Վրաստանի պարագայում այդ թիվը կրկնապատկվել է հաջորդ տարի։ Այո, մենք այդ խնդիրը իդենտիֆիկացրել ենք եւ տեսնում ենք, բայց մենք կանխարգելիչ գործիքակազմեր ունենք, որպեսզի չկրկնվի այդ փորձառությունը։ Առաջինը հենց այս իրազեկման գործողությունները, որ մենք հիմա ձեզ հետ հանրությանը ներկայացնում ենք, որ գիտեք ինչ, վիզաների ազատականացումը այս բանի մասին չէ, այլ օրինական Եվրամիության տարածքում գտնվելու մասին է։ Եվ երկրորդը կարևոր հանգամանքը դա ռեադմիսիոն համաձայնագրերի գոյությունն է եւ ռեադմիսիոն համաձայնագրերի պրակտիկ կիրառությունը։ Ինչը նշանակում ռեադմիսիոն համաձայնագրի պրակտիկ կիրառություն, երբ որ Եվրոպական միության տարածքում անձը գտնվում է անօրինական, իսկ եթե նա Աբաստանի դիմում է ներկայացել եւ մերժվել է, այդ պահից սկսած անձը դառնում է անօրինական միգրանտ Եվրամիության տարածքում, նա ենթակա է վերադարձման իր ծագման երկիր։ Եթե նույնականացված չէ, դիմում է ծագման երկրի իշխանություններին, հնարավոր ծագման երկրի իշխանություններին Եվրամիությունում, հետ ունի ռեադմիսիոն համաձայնագիր, անձը նույնացվում է, իսկ շեշտեմ նաև, որ մեր կարողությունների զարգացման պայմանավորված մենք նույնացումները կատարելու ենք եւ կատարում ենք շատ արագ եւ շատ արդյունավետ։ Եվրամիության ռեադմիսիոն դիմումների պարագայում մենք 90%-ից ավել դրական արձագանք ունենք, այսինքն կարողանում ենք 90% եւ ավել դեպքերում նույնացնել այն անձանց, ում մասին հարցում է իրականացնում Եվրամիությունը։ Այնուհետև անձին տրամադրվում է վերադարձի վկայական եւ եթե կամավոր չվերադառնա անձը հարկադրաբար արտաքսվում է իր ծագման երկիր։ Եվ որպեսզի մենք այս տհաճ իրավիճակները չունենանք, մենք պետք է լայնորեն իրազեկենք մեր քաղաքացիներին, ինչը եւ անում ենք եւ տեղեկացնենք, որ վիզաների ազատականացումը դրա մասին չէ, այլ Եվրամիության տարածքում օրինական գտնվելու հնարավորություն։ Շատերը թյուրիմացաբար կարծում են, որ վիզաների ազատականացում նշանակում է, որ կկարողանան եվրոպական երկրներում մշտական բնակություն հաստատել։ Իրականում այդ թյուրիմացաբար ընկալումները մի քանիսն են, ճիշտ է, եւ մենք պետք է փորձենք իրազեկման միջոցով պարզաբանել մարդկանց, թե ինչ է դա իրականում նշանակում։ Շատերն էլ ընկալում են, թե իբր աշխատանքի հնարավորություն է, իբր ծրի առողջապահության հնարավորություն է։ Ոչ, մենք զուտ խոսում ենք կարճաժամկետ այցելության C տեսակի վիզայի պահանջի վերացման մասին։ Կրկին նշեմ, դա նշանակում է 1 տարվա շրջանակներում յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում 90 օր առանց վիզայի պահանջի Եվրամիություն մուտք գործելու եւ Եվրամիությունում գտնվելու հնարավորություն։ Կցանկանաք որևէ բան հավելել թեմայի վերաբերյալ։ Ես երևի ամփոփիչ դիտարկում անեմ այս մասով, իմ կարծիքով ամենակարևոր միտքը վիզաների ազատականացման
գործողությունների ծրագրի իրականացման մեր համար այն է, որ այս բարեփոխումները կենսական անհրաժեշտություն են Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ կայացվածության եւ դիմակայունության համար, անկախ այն հանգամանքից մենք կունենայինք վիզաների ազատականացման երկխոսություն, թե չենք ունենա, մենք պետք է դա իրականացնենք։ Հիմա ունենք նաեւ հավելյալ խթան, որի միջոցով մենք իրականացնենք այս բարեփոխումները թերևս ավելի արագ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։